Եվ այդ վիճակում մենք գնում ենք դեպի նախընտրական պայքար, որում ես միանշանակ կարող եմ պնդել, որ Նիկոլը ունի վախեր։ Այդ վախերը ինքը ցույց է տալի նրանով, որ ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ բարձրացնում է թոշակը, ինչը միանշանակ ողջունում եմ։ Նիկոլ, ինչքան շատ բան կա այս ժողովրդի համար, արա, ինչքան կարաս 50,000 էլ թոշակը բարձրացրա, որտեվ քեզանից վերջ այս ժողովուրդը մի անգամ գոնե մի օգուտ պետք է տենա, այն որ դու գնալու ես, ես կասկած չունեմ։ Բայց ինչ լավ բան մեր ժողովրդին լինի, շատ ավելի լավ։ Ուղղակի ստեղել ես խափում։ Ժողովրդի մեջ տարածում ես 10,000 դրամ թիվը, իսկ իրականում 10,000-ով բարձրանում է միայն մինիմալ թոշակ ստացողների թոշակը։ Իսկ օրինակ 45-50,000 ստացողների թոշակը բարձրանալու է 2-3,000 դրամով։ Ատեղել ես խափում։ Այսօր նստում ես, ասում ես ուսուցիչ կա, որ 700,000 է ստանում, հա կա, տասնյակ հազար ուսուցիչների մեջ 1 կամ 2-ը ստանում է 700,000, դրանով ում ես ուզում խափած լինես։ Եվ այս նախընտրական պայքարում ակնհայտ է, որ Նիկոլը օգտվելով նրանից, որ այսօր ինքը իշխանությունն է, ինքը կաշառք է բաժանելու ժողովրդին, որովհետև ցանկացած բան, որ իրանք այսօր անում են, դա կաշառք է, դա ուղիղ կաշառք է, որովհետև դա շուտ կարող էին անել։ Պետք չի թոշակի մասին հիշել ընտրություններից 3 ամիս առաջ, նամանավանդ, որ ընդամենը 1 ամիս առաջ նույն Նիկոլը կանգնում ասում էր, որ թոշակառուն չգիտի այդ 10,000 դրամի հետ ինչ անի։ Զգաց, որ այդ իր արտահայտությունը շատ վատ հետևանք է ունեցել, շատ վատ է դիտարկվել մեր հասարակության կողմից, հիմա փորձում է սվաղել այդ հայտարարությունը։ Նիկոլ չի ստացվելու։ Այս հասարակության մեծ մասը շատ լավ հասկանում է քո էությունը, շատ լավ հասկանում է դու ով ես, շատ լավ հասկանում է քո բերած խաղաղությունը ինչ է։ Բոլորը դա հասկանում են։ Պարոն Վարդանյան, որովհետեւ դուք այս կադրը տեսնեք, հենց հիմա վերոսմեն տարածաշրջանը պայթում է, Նիկոլ Փաշինյանը մեծամորում նարդի է խաղում։ Դա հիվանդանոց է, էլ ինչ ասես, գժանոցում ենք ապրում, էլի, չգիտեի, փաստորեն Պաշտպանության նախարարը, որ այս պահին չգիտեմ ինքը ինչ ստարտի պետք է լիներ, կանգնակ հետևում է ժպիտով, ինչպես է Նիկոլ Փաշինյանը նարդի գցում։ Սիրի ժողովուրդ, սա խայտառակությունն է, այսինքն հարևան պետության վրա այս պահին տեղի ունենում մասշտաբային հարձակում, Հայաստանի վարչապետը քիչ առավոտը լայվ էր մտել, ինչ-որ ցնդաբանություններից էր խոսում, հիմա նարդի է խաղում։ Սա իրոք գժանոց է, իրոք։ Սա ոչ միայն անարգանք է մեր պետության հանդեպ, սա անարգանք է նաև հարևան պետության հանդեպ, Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ։ Սա խայտառակություն է։ Հիմա վերադառնալով նախընտրական սրանց բաներին, քայլերին, իհարկե, սիրելի ժողովուրդ, այս ընթացքում ձեզ փորձելու են ամեն կերպ խաբել ամեն հնարավոր ձևով։ Առաջի խաբկանքը, որ փորձում են ձերա ծախեն, դա խաղաղությունն է։ Սա ամենակարևոր խաբկանքը, որը ձերա ծախում են։ Ձեզ խաբում են այդ խաղաղությունով։ Ասեմ ինչու։ Միգուցե նեղանակ բնորոշություն, այս բնորոշումից ես, բայց պետք է այսպես ասեմ։ Սա վախենալու հետևանքով ստեղծված խաղաղություն է։ Մեզ ազգովի ստիպել են վախենալ, մեզ ազգովի ստիպել են սարսափել Ադրբեջանից եւ դրա հիման վրա մեր վրա ծախում են խաղաղություն, որի հիմքում դրված է ոչ թե այն հանգամանքը, որ Հայաստանը այդքան հզոր է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա չի արձակվի, այլ հակառակը։ Մենք այդքան թույլ ենք, որ Ադրբեջանը ինչ ուզի կտանք, բայց մեր մոտ կլինի խաղաղություն։ Ընդ որում Նիկոլը դրա մասին բացահայտ է խոսում արդեն շուրջ 2 տարի է։ Բացահայտ է խոսում, որ մենք խաղաղության ճանապարհից չենք շեղվելու։ Թարգմանեմ հայերեն իր ասածը, մենք կտանք ամեն ինչ, միայն լինի խաղաղություն, բայց այստեղ է ամբողջ հարցը, սիրելի ժողովուրդ, արդյոք դուք արժանի եք նման խաղաղության, արդյոք դուք չեք գիտակցում, որ այդ խաղաղությունը բերելու է նրան, որ դուք մոտակա ժամանակները ստիպված եք լինելու փախչել Հայաստանից, որովհետև չեք կարողանալու դիմանալ Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումներին։ Արդյոք մենք հայերս նման խաղաղություն ենք ուզում։ Իհարկե ոչ։
Ես կասկած չունեմ, որ ոչ։ Ես կասկած չունեմ, որ Նիկոլին ընտրողն է նման խաղաղություն չի ուզում։ Մի այլ հարց է, որ չի հասկանում, չի գիտակցում, որտեղ մարդու ուղեղը այդքան բան են լցր է սուտ, որ մարդը չի կողմնորոշում ինչ է իրականում կատարվում։ Այո, Հայաստանում չկա մարդ, ով չի ուզում խաղաղություն, այդ թվում ես։ Բայց ես նաև կասկած չունեմ, որ բոլորը ինպես ուզում են արժանահավատ խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն։ Խաղաղություն, որը թելադրված չէ մեզ։ Խաղաղություն, որի հիմքում վախը չէ, այլ հպարտությունն է։ Խաղաղություն իմանալով, որ եթե որևէ մեկը նույնիսկ մտքով անցկացնի մեր վրա հարձակվել, կստանա տասնապատիկ պատասխան։ Այդ հենց խաղաղություն ենք բոլորս ուզում, այլ ոչ թե վախի վրա հիմնված խաղաղություն։ Այս ընտրությունները իրականում, սիրելի ժողովուրդ, շատ կարևոր ընտրություններ են, որովհետև մենք ցավոք սրտի ընտրելու ենք ոչ թե տնտեսական զարգացման տեսլական։ Մենք ոչ թե ընտրելու ենք այս կամ այն ոլորտի զարգացման տեսլական, այլ մենք ընտրելու ենք մեր ապագայի տեսլականը։ Այո, իհարկե, բոլոր ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները ներկայացնելու են մանրամասն ծրագրեր, այդ թվում իհարկե նախագահ Քոչարյանը Հայաստան դաշինքով։ Լինելու է ծրագիր, որում ներառված է լինելու բոլոր ոլորտների զարգացման մեր տեսլականը, բայց պետք է բոլորս քաջ գիտակցենք ընտրությունների թե նախաընտրական իրավիճակում, թե հենց ընտրությունների ժամանակ, որ ընտրություններից անմիջապես հետո շարունակվելու է իրական կյանքը։ Եվ այդ իրական կյանքում մինչ տնտեսական բարեփոխումներին, մինչ տարբեր ոլորտների բարեփոխումներին անդրադարձումը նոր իշխանությունը ստիպված է լինելու առերեսվել բարդագույն դիվանագիտական աշխատանքի հետ։ Բարդագույն դիվանագիտական, որովհետև կրկնում եմ, Հայաստանը այսօր քարտեզի վրա որպես առանձին երկիր գոյություն չունի թե Թուրքիայի համար, թե Ադրբեջանի, թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի։ Չկա Հայաստան առանձին միավոր, մի լսեք իրանց ելույթները, տեսեք իրենց քայլերը, գնահատեք իրենց քայլերը։ Ալիևը 3 օր առաջ կրկին հայ ժողովրդի մասին խոսալով մեզ որակել է որպես թշնամի, որպես ֆաշիստ։ Եվ ասել է հետևյալը. հայերը պետք է միշտ վախի մեջ ապրեն ադրբեջանցիներից։ Սա հենց նա է, ինչ ես ձեզ ասում եմ, արդյոք սա է խաղաղությունը, որ դուք ուզում եք, որ ամբողջ կյանք վախի մեջ ապրեն։